Բարի երեկո սիրելի հետևորդներ, լույսերով, մութա, գնում ենք Գրիգի ստենդափը նայելու, գժուկներով գնում ենք, գժուկներով գնում ենք, տատ, խնդրում եմ, ամենաբնական կադրերը, դե գիտեք է, ժողովուրդ ջան, գիտեք, որ չեն ուզում նկարվեն, ստիպված եմ նկարում, չուզենալով, այսպես գժություններ են անում, էլի, գնացինք Քամանչա, հələ տեսեք ինչ սիրուն տեղեր, հայկական կոլորիտով, համեղ ճաշատեսակներով, հիմա էլ դուրս եկանք, գնում ենք Ստանիսլավսկու պետական թատրոնը դիտելու ստենդափը, որից հետո նորից կմիանամ ձեզ, իհարկե եթե ստենդափի ժամանակ հարմար լինի, ստացվի, էլի կնկարեմ, ձեզ էլ մասնակիցը կդարձնեմ, չէ Ջուլի, Ջուլին է, տեսեք, ծանոթացեք, իմ թորնիկն է, շատ եք հարցնում, Ջուլի ջան, բարևներ ուղարկի, ողջունում եմ, ապրես, ահա, հիմա մնաց, նրանց համոզենք կադրում Երևան ժողովուրդ ջան, չեն գա, չէ, ունեն կոմպլեքսներ, այո, նախորդ պատվիրել էինք և հիմա արդեն մինչ սրահը մտնելը, անտարբեր չեմ անցնում ինչպես գիտեք, և նկարում եմ այն ինչ հետաքրքրում է և ակնահաճոյ է շատ, տեսեք ինչեր են ցուցադրված, հին ու նոր և ավելի հին, ազգային, խոհանոցից, հետաքրքիր բաներ, այստեղ էլ Քամանչան է, դե բնականաբար ռեստորանի անունն էլ Քամանչա է, ահա, սա էլ Քամանչան, և այստեղ արդեն սրահն է, ժամը 7-ից երաժշտություն է հնչում, մենք նստել ենք արդեն, պատվիրել ենք, սպասում ենք մեր պատվերին և սրահն եմ ցույց տալիս, այստեղ 7-ից երաժշտություն է հնչելու և իրենք պատվեր ունեն, մեզ զգուշացրել են, որ ավելի շուտ պիտի դուրս գանք, իսկ դրսում հնարավոր չէր նստել, հաճելի եղանակ էր և դրսում տեղ չկար, ինչեր են բերել, քիչ բերում են, ես ցույց տամ, թե սկզբում ինչ աղցաններ են բերել, տեսեք նմանատիպ աղցաններ ենք պատվիրել, հավի մսով քաբաբ, գեղեցիկ դիզայնով, հյութ, շատ համեղ հյութ է, ձուկ, սա էլ իմ պատվերն է, շատ համեղ ձուկ էր, սիգա իհարկե, Հայաստանում ես միշտ գերադասում եմ սիգա ուտել, և արդեն արմավիր ուտեստը բերեցին, իսկ մինչ այդ ես սրահի այս հատվածը ձեզ ներկայացրեցի, օպերայից ներքև Հյուսիսային պողոտայի զուգահեռ փողոցում են գտնվում և այստեղ շատ սրճարաններ ու ռեստորաններ կան, սա էլ շատ գեղեցիկ դիզայնով, մարգո, չգիտեմ ինչպես է հնչում, նմանատիպ հաճելի ռեստորաններ, այսպես ոտքով պիտի իջնենք զբոսնելով և արդեն թեքվենք գնանք Աբովյան փողոց, որտեղ էլ որ պիտի նայենք Գրիգի ստենդափը, իսկ մինչ այդ այս հրաշալի գեղեցիկ սրճարանը գրավեց, նաև ձեզ ցույց եմ տալիս, եթե լինեք Երևանում կարող եք այցելել այստեղ, դե արդեն ինձ թորնիկս է նկարում, ես ինձ լավ եմ զգում, որովհետև ինքը ասում է բեր ես քեզ նկարեմ, պատկերացնում եք, և ահա մենք տեսեք ինչպես ենք շարժվում, այսօր որոշել են, որ իրենք պետք է անպայման իմ վլոգը զարդարեն իրենց բարձր տրամադրությամբ, դե ես խոսում եմ, հուշում եմ, ասում եմ, հələ շրջվեք, ձեզ նկարեմ, լավ երաժշտություն է այստեղ հնչում, Վարդգեզիկը ամաչում է, ինչպես տեսակ, չի ուզում, Ջուլին, Վարդգեզիկը և Լիլիթը, գնացինք առաջ, ինձ կանչում են, գնացինք առաջ ժողովուրդ ջան, ահա, Հյուսիսային պողոտան է երևում, դիմացի շենքերը Հյուսիսային պողոտայի շենքերն էին, այս հին շենքը դեռևս վերանորոգված չէ, այս հատվածը, առաջ շարժվենք, հիմա ես ձեզ ցույց կտամ, նոր կարգի գեղեցիկ խանութներ և արդեն նորից հին այս սև գույնով կառուցված շենքը,
որը դեռևս կիսաքանդ վիճակում է։ Ճիշտն ասած չգիտեմ, պիտի վերանորոգեն, թե ոչ, բայց շատ գեղեցիկ է, ես կողմ եմ հինը պահպանելուն։ Առաջ շարժվենք, վայելենք երեկոյան Երևանը։ Չգիտեմ YouTube-ը կթողնի թե ոչ, որ այս երաժշտությունը մնա, բայց կարծում եմ լավ լսում եք, որ ինչքան լավ է հնչում, ով սիրուն երգը։ Այդ վիդեոն եմ հետո նկարեմ։ Որոշեցին գալ ֆրանսիական Պոլ սրճարանը Աբովյանի վրա։ Այստեղ կսրճենք եւ արդեն կգնանք Գրիգի ստենդափը կնայենք։ Շատերդ արդեն գիտեք Պոլի թխվածքները, թե որքան համեղ են։ Ահա, 1889 թվականից գործում է Պոլը, ֆրանսիական հացաբուլկեղենի խանութների ցանց է, եթե տեղյակ չեք, որը կա նաև Երևանում։ Ահա եւ Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը, ուր որ է ներս կմտնենք եւ մենք արդեն Հիշեցնեմ, որ մի քանի հատվածներ եմ ներկայացնելու Գրիգի մենահամերգից, ինչպես նաև ինքը հարցադրումներ է արել հանդիսատեսին, մենք էլ ակտիվորեն մասնակցում ենք եւ շատ լավ բուրըն ծիծաղով է անցնում ամեն ինչ։ Ծափերով նա հասկանում։ Ով է, ում է ծվածը որ նվերաշահ է, որտեղ է նստած, դու ախես, կներես։ Բայց լավ չէ, իստի շատ են քեզ լավ ծափ տվել։ Բարի երեկո, շատ ուրախ եմ, որ եկել եք այսօր սուպեր գրիգ, սուպեր ստենդափին, այսօր մենք սուպեր երեկո ենք իրար հետ ունենալու։ Մենք հատուկ մի քիչ ուշ սկսեցինք, որ բոլորը գան, որ շատ պատոն, տաքասում էր պլիտի դեմը ջարդում կդրտուներ։ Լիքը գործյանում մամայի ձեռները արա ջերմա դիմասկուն էին, հիշում եք, ձմերը ցրտին լվոցկս կոխում էր չեր սառնում։ Ժարի տանելուց հիշում եք մամայի ձեռները։ Այն որ դու անում ես ձեթե մի կաթից ես թռնում եմ մինչև ուղեղդ հասնում է, արա մաման հիշում եք շարիտը։ Սենց ձեռներ բարձ։ Սենց խարում էր, արա փանչ է։ Սենց բեղերով է։ Ստարվաշկեն արդեն փոքրացել է սենց։ Ու դասանում եմ մի հատ աղջիկ կա, որ գալի տենում ես, դոշերը մեծացել։ Շատ տեղին չոր պանիր կա, Եմ որ ոնց որ տատի ոտի կարում գլն է,
Եմ որ սես մաման վերցնում այդ պանիրը, մեզ չորա ապսեն է հետնա գալի է։ Չի կարմ պոգիտ էնց ապսիով է դնում աղր։ Դսպը գնում եմ բլոտ խաղալու։ Ով կերն ընգերն էդ ԵԱՀԿ Մինսկի խմբի ժողովուրդը։ Տեսեք, դավաճանելը վատ բան է։ Ու անկեղծ եմ ասում, հայտնի մարդու համար ավելի դժվար է, ես որ հայտնի եմ, այն շատ դժվար է դավաճանել, անկեղծ եմ ասում։ Դուք մարդիկ ոնց են դավաճանում, ասենք։ Գնում է տղամարդը մատային հան մտրում է, չէ՞ վсё էլ ամուսացած չի։ Ես մատանից հանեմ, բա դեմքս։ Ուրեմն Լիլ, չէ՞ աղջկա է կանչում, Լիլ։ Դին դեսում եք տղա, Լիլ։ Լիլից, իսկ ինչքան ժամանակ է լիլում եք։ 10 տարի։ 10 տարի։ 30 տարի չի, բայց էլի ինչ-որ բան կար։ Ինչով եք զբաղվում այնտեղ։ Երեխաներին դաս եմ սովորեցնում։ Այս սա դասը դու ես։ Հիմա երեխեքը տենց անտեր դուրս են նստած։ Ֆրանսիացի երեխեքին։ Այո, ուսը ինքն առել։ Երբ որ լավ չի լսում, հարցնում եք Շուշանի։ Չլսեցի։ Ես ջանդամն են ծարի 8000-ներ լսենք նոր էլի։ Հետո ինձնից են ուզելու։ Ընտրում եմ։ Ինչի համար եք եկել աղջկատուն, որ Հանգստանալու։ աղջկատուն հանգստանալու։ Հա՞։ Ստենդափը նայելու։ Գրիգի ստենդափը նայելու։ Այո, տափար եք ստին։ Մալսեք։ Ամֆիթեատրոնի վերում նստած այս աղջկա, որի անունն էր Անուշ Ծննդյանորն էր, 3 անգամ գրիգը բարձրացավ այնտեղ, հետը պարեց եւ կատակեց։ Երբեմն հենց խոսել ու պաշտպան կանգնելն է սուպերհերոսը։ Սուպերհերոսը իր կողքի մարդկանց կյանքը մի քիչ ավելի լավն է դասնում ամեն օր, իմ պատկերացմամբ։ Ու եթե այս ամեն ինչը ամեն մեկս անենք ամեն օր, այդ ժամանակ հաստատ կունենանք սուպեր բակ, սուպեր փողոց, սուպեր թաղամաս ու սուպեր քաղաք։ Գրիգի մենահամերգը վերջացավ, հատկապես շատ հետաքրքիր էր վերջաբանը, որով ինքը Սուպերմենով բացատրեց, թե որքան կարևոր է յուրաքանչյուր մարդ լինի այդպես եւ Հայաստանի համար լինի հենց Սուպերմեն։ Մի խոսքով փիլիսոփայական վերջաբան ունեցավ, հիմա դուրս են եկել Ճեմասրահում ենք եւ շատ հայտնի դերասանների նկարներն եմ նայում, որոնց շատ եմ սիրում եւ իրենց ներկայացումներին մասնակցել եմ։ Նորից կային, որոնց չէի ճանաչում, իսկ ոմանց էլ ճանաչում էի սերիալներից։ Ահա եւ մենք դե ցտեսություն ավարտվեց մեր այսօրվա օրը։ Կհանդիպենք վաղը։ Սիրելի հետևորդներ, հիմա ես գտնվում եմ Արմավիրի նորաբաց փոքրիկ այգում։ Կշրջեմ, դուք մոտիկից կտեսնեք, թե ինչ հրաշալի այգի են ստեղծել, ժամանցի շատ հետաքրքիր վայր է։ Եվ ուզում եմ իմ ջերմ մաղթանքներ ուղղել բոլորի տեսանյութերս լավ դիտելու համար եւ գեղեցիկ մեկնաբանությունների համար։ Այսօրվա տեսանյութը զուտ ընտանեկան ժամանցի տեսանյութ ձեզ ներկայացրեցի, որովհետեւ շատերը, կարելի ասել բոլորը, միշտ պահանջում էիք նկարել իմ ընտանիքը, աղջկաս, թորնիկներից, դե ստացվեց այնպես, որ այս տեսանյութում ամբողջովին մենք ենք պարզ, հասարակ, ինչպես որ կանք, ծիծաղով, բարձր տրամադրությամբ ներկայացանք ձեզ։ Կարծում եմ դուր կգա բոլորիդ այս փոքրիկ տեսանյութը, ինչու՞ չէ նաև Գրիգի ստենդափը հատվածներ, որտեղ մենք շատ ծիծաղեցինք, իրականում շատ լավ ժամանակ անցկացրեցինք, ինչու՞ չէ նաև վայելեցինք երեկոյան Երևանը եւ այսօր էր երեկոյան Արմավիրը, սիրելիներս, եւ հայաստանյան այս հետաքրքիր օրերը կիսվեցի ձեզ հետ, ճիշտ է ամեն բան մանրամասնությամբ բաներ կար, որ չեմ նկարել, բայց հիմնականում կիսվել եմ ձեզ հետ իմ անցկացրած օրերի հետ կապված, սիրելիներս։ Դուք գրել եք, որ ինչու եմ, ոչ թե ինչու եմ, ես շատ եմ իբր գեղեցկացել այստեղ տեսանյութերում փոխված եմ լինում, միգուցե դուք ճիշտ եք, որովհետև այստեղի արևը պայծառ է, երկինքը պայծառ է, լուսավորությունը շատ է։ Եվ բացի այդ էլ դե մարդու տրամադրություն բարձր է, որ գտնում է իր հայրենիքում եւ իր հարազատ օջախում։ Բնականաբար դա ազդում է մարդու տրամադրության վրա եւ ես ներկայանում եմ գեղեցիկ, չնայած այսօր այդքան էլ տեսքի մեջ եմ, բայց ոչինչ։ Այնպես որ սիրելիներս,
Այսքանով ավարտում եմ այս հրաշալի տեսանյութը, մի փոքր ջերմություն եմ հաղորդում ձեզ իմ ընտանիքից, այսքանը կարծում եմ կհանդիպենք էլի նույն տեղում, նույն ժամին, Քայլեք, քայլեք։